Շարունակում ենք Կորինթացիների նամակի ուսումնասիրությունը ու այսօր պետք է ուսումնասիրենք 15-րդ գլուխ 29-ից մինչև 34 համարը։ Տեքստի վերնագիրն է «Ինչ է խրախուսում հարությունը»։ Երբ սադուկեցիները, որոնք չէին հավատում հարությանը, ծաղրելով և խորամանկորեն հարցրին Հիսուսին, թե հարության ժամանակ ում կինը կլինի այսինչ կինը, Հիսուսը նախ նրանց ասաց, որ նրանք ոչ սուրբ գրքերն են հասկանում, ոչ էլ Աստծո զորությունը, և ասաց, որ երկնքում ամուսնություն չլինի։ Եվ շարունակեց ասելով, բայց մեռելների հարության մասին չեք կարդացել, թե ինչ ասաց Աստված ձեզ։ Ես Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն եմ։ Նա մեռելների Աստվածը չէ, այլ կենդանիների։ Մատթեոս 22-րդ գլուխ 23-ից 32 համարներում ենք տեսնում։ Տեքստը հենց Ելից 3-րդ գլուխ 6 համարում էր ասում։ Հիսուս իր խոսքում ընդգծեց բայի եսեմ ժամանակաձևը։ Այն ժամանակ, երբ Հիսուսը խոսեց Աբրահամի, Իսահակի և Հակոբը մահացած էին, բայց հոգևորապես նրանք կենդանի էին։ Եվ մի օր, երբ նրանք հարություն առնեն, նրանք կվերամիավորվեն իրենց փառավորված մարմինների հետ։ Ըստ էության Տերն ասում էր. այս պահին ես Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն եմ, և նրանք մեռած և անհետացած չեն։ Սուրբ Գիրքը զուտ տեսական բան չէ, որը կյանքի հետ անմիջական կապ չունի։ Քանի որ սադուկեցիները մերժում էին հարությունը, նրանք չէին կարողանում ոչ ճիշտ մտածել, ոչ էլ ճիշտ ապրել։ Սա պարզ է դառնում Քրիստոսի կյանքի և ծառայության նրանց արձագանքից։ Ճիշտ վարդապետությունը անբաժանելիորեն կապված է ճիշտ վարքագծի հետ։ Ճիշտ սկզբունքները սովորեցնում են ճիշտ վարքագիծ։ Աստծո ճշմարտությանը պետք է ոչ միայն հավատալ, այլև պատշաճ կերպով արձագանքել դրան։ Հետևաբար, եթե մենք միայն խոսում ենք, օրինակ, հավատում եմ, բայց չենք արձագանքում մեր վարքագծով, դա ստացվում է կարծես թե անհավատություն։ Մենք պետք է ապրենք հայտնի երգի խոսքերով. վստահիր և հնազանդվիր Հիսուսին։ Երջանիկ լինելու այլ ճանապարհ չկա, քան վստահել ու հնազանդվել նրան։ Աստվածաշնչյան ճշմարտությունը մի բան չէ, որը Աստված տվել է միայն աստվածաբաններին, որպեսզի նրանք կարողանան դրանց հավատո հանգանակներ կառուցել։ Ճշմարտությունը տրված է ապրելու համար, և երբ այն մերժվում է, դա հանգեցնում է աղետալի հետևանքների, թե հոգևոր, թե բարոյական առումով։ Հռոմեացիներին ուղղված նամակի առաջին 11 գլուխները գրեթե ամբողջությամբ դավանաբանությամբ լի աստվածաբանություն է։ 12-րդ գլուխը սկսվում է հետևյալ խոսքերով. առաջին համարը. ուրեմն եղբայրներ, աղաչում եմ ձեզ Աստծո ողորմությամբ, որ ձեր մարմինները ներկայացնեք որպես կենդանի զոհ, սուրբ, Աստծուն ընդունելի, որ ձեր իմաստալից պաշտամունքն է։ Այս պահից սկսած առաքյալի ուսմունքը 12-րդ գլխից սկսում է գործնական արդեն։ Այն հորդորների շարք է, որը հիմնված է հենց նոր բացատրած 11 գլուխների ճշմարտությունների վրա։ Ուրեմն բառը, որը որ սկսում է 12-րդ գլխում, ուրեմն եղբայրներ աղաչում եմ ձեզ, ուրեմն բառը նշանակում է այս պատճառով եղբայրներ ու հորդորում է, այն պատճառով, ինչ հենց նոր ասացի, որ դուք այսպես պետք է ապրեք։ Պողոսի խոսքերը համընկնում են Սաղմոս 2-ի խոսքերի հետ, որը գրել է. ինչ հատուցում պիտի անեմ Տիրոջը, նրա ինձ արած ամբողջ բարության փոխարեն։ Սաղմոս 116-ի 12-ը։ Պողոսի նամակներում, ինչպես նաև ամբողջ Սուրբ Գրքում, հավատացյալի վարքն ու բարոյականությունը կառուցվում են Աստծո փրկագործության գործի հիմքի վրա։ Այն, ինչ Աստված արել է մեզ համար, ամենաբարձր դրդապատճառն է, որը մեզ ստիպում է գործել այնպես, ինչպես նա է ցանկանում։
Հարությունը ժխտելը նշանակում է ժխտել արդար վարքի անհրաժեշտությունը։ Հարությունը ժխտելը նշանակում է ժխտել արդար վարքի անհրաժեշտությունը։ Այսինքն, եթե մեկը ժխտում է հարությունը, հարության փաստը, ուրեմն նա չի ցանկանում ապրել արդար կյանքով։ Եթե մարդ ժխտում է հարությունը, նա պարզապես սիրում է մեղքի կյանքը եւ ցանկանում է ապրել դրա մեջ։ Եկեք կարդանք մեր տեքստը։ 15-րդ գլուխ 29-ից 34 համարները։ Այլապես ինչ պիտի անեն նրանք, որ մեռելների համար մկրտվեցին, եթե մեռելները հարություն պիտի չառնեն։ Էլ ինչու են մեռելների համար մկրտվել։ Եվ ինչու ենք մենք ամեն ժամ վտանգների մեջ։ Վկայեք դուք, որին պարծանքն եք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ ես ամեն օր մեռնում եմ։ Եթե Եփեսոսում մարդկանց նման գազաների հետ մարտնչեցի, ինչ հոգուտ է ինձ, եթե մեռելները հարություն չեն առնում։ Ուտենք եւ խմենք, որովհետեւ վաղը մեռնելու ենք։ Մի խաբվեք չար ընկերակցություններին, ապականում են բարի վարքերը։ Արթնացեք արդարության համար եւ մեղք մի գործեք, որովհետեւ ոմանք Աստծո ճանաչումը չունեն։ Սա ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։ Ամեն։ Պողոսի ուրեմն այս 29-ից 34 համարների գլխավոր միտքը հետևյալն է, մի փոքր այս անգամ որոշել եմ մի փոքր երկար բացատրեմ, որ ավելի ընկալելի լինի։ Եթե դուք բացառում եք հարությունը, եթե դուք ժխտում եք Աստծո փրկագործական այդ գործի մասին այս հրաշալի եւ կարեւոր ճշմարտությունը, ապա դուք բացառում եք Քրիստոսին գալու ուշադիր եւ Քրիստոսի համար ապրելու ամենակարևոր դրդապատճառներից մեկը։ Եվ ինչ է խրախուսում այստեղ Պողոսը, ինչ է խրախուսում ընդհանրապես հարությունը եւ ինչ է տալիս 3 կարևոր միջոցներ։ Ուրեմն, հետևաբար Պողոսը մատնանշում է հարության մեզ տված 3 այդ դրդապատճառները։ Առաջինը՝ փրկությանը հասնելու դրդապատճառը, երկրորդ՝ ծառայելու դրդապատճառը, երրորդ՝ սրբացման դրդապատճառը։ Այս դրդապատճառներից առաջինը անհավատների համար է, մյուս երկուսը հավատացյալների։ Առաջինը խրախուսանքն է փրկության գալու համար, 29-րդ համարը։ Այս համարը ուրեմն կարդացել եմ բազմաթիվ աստվածաբանների գրառումներ, ուրեմն ամենադժվար համարներից մեկն է Սուրբ գրքում։ Այն կարելի է մեկնաբանել բազմաթիվ ձևերով։ Եվ այն օգտագործվել է բազմաթիվ տարօրինակ եւ հերետիկոսական գաղափարները արդարացնելու համար։ Այս համարը Սուրբ գրքի ամենադժվար համարներից մեկն է, որովհետև կարծես թե տեքստում մենք տեսնում ենք այնպիսի մի մոտեցում է Պողոս առաքյալը ցույց տալիս, որ առաջին հայացքից շատ դժվար ընկալելի է, եւ դրա համար այսօր շատ եկեղեցիներ այս համարը խեղաթյուրել են եւ սարքել են վարդապետություն։ Եվ ասում են մի քանի հայտնի աստվածաբաններ այս թեմայի մասին։ Այս համարը, ասում եմ, կարելի է մեկնաբանել տարբեր ձևերով։ Եվ այն օգտագործվել է բազմաթիվ տարօրինակ եւ հերետիկոսական գաղափարները արդարացնելու համար։ Սուրբ գրքի այլ հատվածների վրա հիմնվելով կարող ենք ասել, թե ինչ չի նշանակում այս համարը։ Օրինակ, մենք կարող ենք լիովին վստահ լինել, որ այս համարը չի պարունակում մեռելների համար փոխարինող մկրտության ուսմունք, ինչպես սովորեցնում էին հին ժամանակներում գնոստիկ հերետիկոսները, ինչպիսին էր Մարկիոնը եւ ինչպես սովորեցնում է այսօր մորմոնական եկեղեցին։ Պողոսը նաեւ չի սովորեցրել, որ մահացած մարդը կարող է փրկվել, եթե նրա փոխարեն ուրիշը մկրտվի։ Նաեւ չի սովորացրել, որ մկրտության միջոցով է մարդը փրկվում։ Եվ ընդհանրապես սա աստվածաշնչյան գաղափար չէ։ Եվ եթե մարդը մկրտվելով ինքն իրեն չի կարողանում փրկել, ել ոնց պիտի մկրտվելով փրկի մեկ ուրիշի։ Փրկությունը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ անձնական հավատի միջոցով։ Ինչ է ասում, որտեվ շնորհով եք փրկվել հավատի միջոցով եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո ձրի պարգևն է։ Նաեւ Հռոմեացիների նամակում մենք տեսնում, որ ասում է արդարը պետք է արդարը հավատով է, չէ, մարդը հավատով է արդարանում։
Ուրեմն, տեսեք, բայց ցավոք սրտի այսօր մեր կոնկրետ առաքելական եկեղեցին ասում է, երբ մեռոնով կնքվում ես, փրկվում ես։ Եվ այդպես մոլորեցնում են մի ամբողջ ազգ։ Եվ հենց այդ մեռոնով կնքված, փրկված ժողովրդին հարցնում ես, թե ով է Քրիստոսը, չգիտեն։ Գիտեք, այդպիսի քանի հոգու հետ եմ խոսացել, երբ որ ասում ես, որ Քրիստոսը Աստված է, ապշած աչքերով, նայում են քեզ, թե բայց ինքը սովորական մարդ է։ Մարդուն Աստծուն մոտ տանող միակ ճանապարհը անձնական հավատքի ճանապարհն է Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Եթե մեկի հավատքը չի կարող փրկել մեկ ուրիշին, ապա անկասկած մեկի մկրտությունը չի կարող փրկել մեկ ուրիշին։ Մկրտությունը պարզապես հնազանդ հավատի գործողություն է, որը հավատացյալին նույնացնում է Քրիստոսի հետ։ Հռոմեացիներին ուղղված նամակում այսպես է Պողոս առաքյալը գրում, Հռոմեացիների 6-րդ գլուխ 3-ից 4 համարներում այսպես է ասում. Դուք չգիտեք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ մկրտվեցին, նրա մահվանը մկրտվեցին։ Հետևաբար մենք մկրտությամբ նրա հետ մահվան մեջ թաղվեցինք, որ ինչպես Քրիստոսը հոր փառքով հարություն առավ մեռելներից, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ քայլենք։ Մկրտությամբ ոչ ոք չի փրկվում, առավել ևս մեռածները։ Մարդը, ով մահանում է, ինչ է լինում մարդու հետ։ Եբրայեցիների 9:27 ասում է. մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, որից անմիջապես հետո դատաստան։ Մահվան հետ կորչում են փրկության եւ ցանկացած տեսակի հոգեվոր օգնության բոլոր հնարավորությունները։ Նույնպես առաքելականներ ունեն մի շփոթեցնող եւ այս չար աշխարհի համար շատ հուսալի մի վարդապետություն, որ ասում են, դե եթե դու հիմա չես հասցրել փրկվես, դու գնում ես այնտեղ կա երրորդ տեղը, ոչ թե դժոխք ու դրախտ, այնտեղ դու սպասում ես, այնտեղ դու ապաշխարում ես, դարձի ես գալի ու հետո Տերը քեզ փրկում է։ Սա մարդկանց կարծես ոգեշնչող եւ մոլորեցնող է, դե մարդն է մտածում է, կայնես կյանքը մի րոպե, ոնց կարամ վայելեմ, իմ հաճույքներից օգտվեմ, անեմ ինչ ուզում եմ, հետո ես այնտեղ կապաշխարեմ, կարևորը այս կյանքն է։ Սա ուղղակի դիվային վարդապետություն է, որը այսօր առաքելականները մատուցում են ժողովրդին։ Հետևաբար առաքելական եկեղեցու հետևորդները քահանաների առաջնորդությամբ արած աղոթքները այս մեռելների համար պարզապես զազրախոսություն է, որը այդ պատերից վերև չի բարձրանում։ Նրանք ինչ են անում, այդ մեռածների համար անընդհատ ասում են եկեք աղոթք անենք, որ այդ մարդիկ փրկվեն, դրա համար են միշտ ասում, էլի, Աստված թող հոգին լուսավորի, եկեք աղոթենք իրանց համար եւ այլն։ Այո, նոր կտակարանում մկրտությունը սերտորեն կապված է փրկության հետ, որի արտաքին ապացույցն է։ Մարդը չի մկրտվում քրիստոնյա դառնալու համար, բայց նա պետք է մկրտվի հնազանդ քրիստոնյա լինելու համար։ Մկրտությունը Քրիստոսի մեծ հանձնարարության անբաժանելի մասն է։ Ինչ ասեց Մատթեոս 28-րդ գլուխ 19 համարում. Գնացեք ամբողջ աշխարհ ավետարան քարոզեք, ով որ կհավատա, նրան մկրտեցեք հոր եւ որդու Սուրբ Հոգու անունով։ Վաղ եկեղեցում հավատում էին, հին ժամանակներում հավատում էին, որ փրկվածները մկրտվում են։ Այսինքն, եթե եկեղեցին համոզված չէր, որ մարդը փրկված է, ապա նրան չէին մկրտում։ Հետևաբար հարցնելը, թե արդյոք մարդը մկրտվել է, սա հավասար է, որ հարցնել, արդյոք դու փրկված ես։ Հիմա էլ է տենց, մենք էլ չենք ասում դու փրկված ես, մենք ասում ենք մկրտվել ես, եւ դրանից արդեն եզրակացություն ենք անում։ Դե եթե մարդը մկրտվել է, ուրեմն նա արդեն հավատացել է, նա արդեն ունի այդ գիտելիքները, նա ընդունում է Քրիստոսին, մեխանչել է, ապաշխարել է եւ այլն։ Այսպիսով, եթե ենթադրենք, որ Պողոսը մկրտվել բառն օգտագործել է այս իմաստով, ապա մկրտվել բառը կարող է վերաբերվել նրանց, ովքեր վկայել են, որ քրիստոնյա են։ Հիմա ինչպես բացատրել 29-րդ համարը։ Ուշադրություն դարձրեք տեքստին, կխնդրեմ։ Հուներեն հուպեր բառը, որը 29-րդ համարում թարգմանվել է համար, ունի տասնյակից ավելի իմաստներ կամ երանգներ, որոնք են դրանք։ Այդ թվում մոտավորապես
հանուն, փոխարեն, այդ պատճառով, համար եւ այլն, որը պետք է հասկանանք կախված նախադասության, ուրեմն քերականական կառուցվածքից եւ համատեքստից։ Երբ Պողոսը գրում էր իր նամակը, ուշադիր եղեք, որ այս համարը լավ հասկանանք։ Երբ Պողոսը գրում էր իր նամակը, Քրիստոսին հետևող հավատացյալները դաժան հալածանքների են ենթարկվում եւ վերջում շատերը սպանվում էին։ Հավատացյալները մկրտվում էին որպես նշան ճշմարիտ հավատքի, ինչպես արդեն խոսացին։ Հաճախ էր պատահում, որ նրանք, ովքեր հրապարակավ խոստովանում էին իրենց հավատքը Քրիստոսի հանդեպ, ջրային մկրտություն ընդունելով, շուտով նահատակվում էին, այսինքն սպանվում էին Քրիստոսի համար։ Բայց արդյոք սա խանգարում էր ուրիշներին ընդունել հավատքը եւ մկրտվել հնազանդվելով Քրիստոսին։ Իհարկե ոչ։ Ստացվում է, որ այն հավատացյալները, ովքեր մահանում են Քրիստոսի համար, միշտ նոր մարդիկ էին գտնվում, որ կրկին մկրտվում էին Քրիստոսի համար։ Այսինքն միշտ նրանց փոխարեն գտնվում էր, փոխարինող էր գտնվում։ Հիշեք համար բառի այլ նշանակություն, օրինակ փոխարեն։ Եկեք մի հատ էլ այդ համարը կարդանք, որպեսզի պարզ լինի։ Այլապես ինչ պիտի անեն նրանք, որ մեռելների համար մկրտվեցին, եթե մեռելները հարություն պիտի չառնեն, էլ ինչու են մեռելների համար մկրտվում։ Այսպիսով Պողոսի ասածը հետևյալն է. եթե մեռելների հարություն չկա, ինչու են մկրտվում մարդիկ, որոնք պետք է կրկին սպանվեն, իմանալով, որ ով մկրտվում է, հալածվում են, տանջվում են եւ սպանվում են։ Այստեղ առաքյալը պնդում է, որ հիմարություն կլինի մկրտվել մեռելների տեղը զբաղեցնելու համար, եթե մեռելներից հարություն չկա։ Դա նման է զորքեր ուղարկել արդեն պարտված ճակատամարտում։ Դա նույնն է շարունակես պայքարել անհույս վիճակում։ Պատկերացրեք ինչի մասին է խոսում առաքյալը։ Պողոսը ինքը ականատես էր եղել այսպիսի վկաների, թե իր հոգևոր կյանքի ընթացքում, թե մինչև Քրիստոսին գալը։ Հավատքի առաջին սերմերը, որոնցից մեկը Ստեփանոսն էր, վստահաբար հետք էր թողել Պողոսի սրտում իր համոզիչ վկայությամբ, որի ականատեսն էր եղել հենց Պողոս առաքյալը Գործք առաքելուց 7-րդ գլխում, նաև հավանություն տվողը։ Ուրեմն 29-րդ համարում Պողոսը կարծես պնդում է այն ճշմարտությունը, որը քրիստոնյաները, ովքեր մահվանը դիմավորում են ուրախությամբ եւ հույսով, հավատի հզոր վկաներն են։ Հավերժական կյանքի, հարության կյանքի եւ սիրելիների հետ վերամիավորման հեռանկարը հզոր խթան է մարդկանց համար, լսելու եւ ընդունելու ավետարանը։ Հարությունը ամենակարևոր երաշխիքներից մեկն է, որ Աստված տալիս է իր որդուն հավատացողներին։ Նրանց համար, ովքեր հավատում են Քրիստոսին, գերեզմանը վերջը չէ։ Մահվան ժամանակ ինչ են լինում։ Մեր հոգիները չեն կլանվում որևէ տիեզերական աստվածային ոգու մեջ։ Երբ մենք մահանում ենք, մենք որպես անհատներ անմիջապես վերցվում ենք Տիրոջ հետ։ Ավելին մի օր մեր փառավորված մարմինները կմիավորվեն մեր հոգիների հետ եւ մենք կապրենք հավերժ որպես կատարյալ մարդիկ, նրանց հետ միասին, ովքեր սիրում եւ երկրպագում էին Աստծուն։ Մահացած հավատացյալները, տեսեք, կարող են ծառայել որպես փրկության միջոց, մեկ այլ իմաստով վերամիավորման հույսի միջոցով։ Գիտեք, որ շատ մարդիկ եկել են փրկչի մոտ այն ցանկությամբ, որ տեսնեն իրենց հարազատներին, ովքեր ննջել են Քրիստոսով։ Այսինքն Աստված կարող է օգտագործել նման իրավիճակները մարդուն դարձի բերելու համար։ Շատ դեպքեր գիտեն, որ կարդացել են որպես վկայություն, թե ինչպես է ամուսինը դարձի եկել, երբ քրիստոնյա կինն է մահացել, շատ է սիրել, ուզեցել է, որ իր կնոջը տեսնի։ Կան մարդիկ, ովքեր որ օրինակ մայրը որդու համար է դարձի եկել ապաշխարել, որդին մոր, հայրը դուստրի համար։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Աստված օգտագործում է նաև այսպիսի դեպքեր, որ մարդկանց բերի դեպի Քրիստոսը։ Բայց բնականաբար հետո այդ մարդիկ արդեն ապրում են հոգևոր կյանքը ոչ թե իրենց հարազատներին տեսնելու հույսով, այլ նախ Քրիստոսին տեսնելու հույսով։
Բայց իրապես ինչ ուրախություն է նրանց համար, որ գիտեն տեսնելու են իրենց սիրելի մարդկանց ու մահը մեծ ցավ է պատճառել։ Իհարկե նրանց համար, ովքեր արդեն հավատում են, հարությունը վերամիավորման մեծ հույս է։ Դավիթը հույսով հիշում եք ապրում էր նորածին որդու մահից հետո, ինչ էր ասում 2-րդ Թագավորաց 12-րդ գլուխ 23 համարում։ Ես կգնամ նրա մոտ, բայց նա չի վերադառնա ինձ մոտ։ Դավիթը գիտեր, որ մի օր ինքն ու իր որդին կրկին կմիավորվեն։ Թեսաղոնիկեի եկեղեցին նույնպես ուներ խնդիր այս մահացածների հետ կապված։ Բայց Պողոսը գրում է, տեսեք ինչ է ասում 4 գլուխ 13-14 համարներում։ Չեմ ուզում եղբայրներ, որ անգետ լինեք ննջեցյալների վերաբերյալ, որ չտրտմեք, ինչպես ուրիշները ոմանք հույս չունեն, որովհետև եթե հավատում ենք, թե Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, այնպես էլ Աստված Հիսուսով ննջողներին կբերի նրա մոտ։ Այսինքն մենք տեսնում ենք Պողոսի բացատրությունը, որ մարդկանց մոտ կար այնպիսի գաղափար, որ նրանք կորցրել են այդ հավատի հետ կապված, հարության հետ կապված հույսը, եւ մարդիկ, գիտես, անհույս ձևով կարծես գալիս են պաշտամունքի, իմանալով, որ հարություն չկա։ Բայց Պողոս առաքյալը մենք տեսնում ենք տարբեր եկեղեցիներում կար այս խնդիրը։ Մի մտածեք, որ հիմա չկա այս խնդիրը։ Հիմա էլ կա այս խնդիրը, որ մարդիկ կարող են եկեղեցի գալ միայն այս կյանքի համար, այլ ոչ թե հարության կյանքի։ Եթե հարություն չկա, ապա ապագա կյանքի հույս չկա։ Ինչու են մարդիկ Քրիստոսին գալիս մահացած հավատացյալների վկայության շնորհիվ, հարցնում է Պողոս առաքյալը։ 29 համարում տեքստը այդպես է. Եթե մեռելները ընդհանրապես հարություն չեն առնում, ապա ինչու են շատ քրիստոնյաներ մկրտվում, այսինքն նորից հավատքի են գալիս մեռելների մահացած հավատացյալների վկայության միջոցով։ Այո, մի քիչ երկար ստացվեց, բայց սա էր Պողոսի ասածը հենց 29-րդ համարում։ Եվ հիմա այս վստահությունը ունենալով, ինչ պետք է անի հավատացյալը, ինչ է հորդորում Պողոսը, այսինքն ինչ է խրախուսում հարությունը։ Հարությունը խրախուսում է հենց ծառայության կոչ։ Հարության հույսի երկրորդ խթանը Աստծուն ծառայելու մղումն է։ Եթե հարություն չկա, ինչու են հավատացյալները հանդուրժում այդքան շատ դժվարություններ եւ մատուցում այդքան շատ զոհաբերություններ։ 30-ից 32 համարներին նորից ուշադրություն դարձրեք։ Եվ ինչու ենք մենք ամեն ժամ վտանգների մեջ։ Վկայեք դուք, որ իմ պարծանքն եք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ ամեն օր մեռնում ենք։ Եթե Եփեսոսում մարդկանց նման գազանների հետ մարտնչեցի, ինչ օգուտ է ինձ, եթե մեռելները հարություն չեն առնում։ Ուտենք ու խմենք, որտեղ վաղը մեռնել կա։ Եթե միայն այս կյանքը լիներ ամենը, ինչ կա, ապա ինչը կստիպեր Պողոսին եւ մյուս առաքյալներին ժամ առ ժամ դիմակայել դժվարություններին։ Եթե հավատացյալները մեռելներից հարություն չառնեին, չլիներ մեռելների հարություն, ապա ավետարանի համար տառապելն ու մահանալը կլիներ պարզապես մազոխիստական տառապանք, միայն տառապելու համար, այսինքն իրենց հաճույք կան, չէ՞, մենք ասում ենք մազոխիստ ես, այսինքն մարդիկ, ովքեր հաճույք են ստանալու տանջվելուց, տառապելուց։ Ինչպես Պողոսն արդեն ասել է առաջի Կորինթացիների 19-րդ համարում, եթե միայն այս կյանքում մենք հույսներս դրել ենք Քրիստոսի համար, ուրեմն բոլոր մարդկանցից ողորմելի ենք։ Միակ բանը, որ քրիստոնյաներին ոգեշնչում է աշխատել ջանասիրաբար, հանդուրժել ծաղրանքները, վիրավորանքները եւ համբերությամբ շարունակել իրենց աշխատանքը Քրիստոսի համար, այն է, որ նրանք գիտակցում են Քրիստոսի գլխավոր գործը մեղավորի փրկությունը։ Գործում է ոչ միայն այս կյանքում, այլև դրանից հետո գալիք կյանքում։ Հռոմեացիներին ուղված նամակում 8-րդ գլխում 18 համարում Պողոսը այսպես է ասում. որովհետև ես կարծում եմ, թե ներկա ժամանակի չարչարանքները արժանի չեն գալիք փառքի հետ համեմատվելու, որի մեջ մենք պիտի հայտնվենք։
Ահա Պողոսի ամբողջ նպատակը, ահա Պողոսի վստահությունն ու հավատը ինչի վրա էր կառուցված։ Դրա համար ինքը չէր մտածում այս կյանքում իր չարչարանք, տառապանք, հալածանքի համար, որտեղ ասում է, այս ամենը համեմատելու չի այն փառքը, որ մենք պիտի հետո վայելենք։ Ուշադիր կխնդրեմ լինեք, հա։ Ինչ իմաստ կունենար Քրիստոսի համար տառապելը, եթե երբեք չտեսնենք նրան դեմ առ դեմ։ Եվ ինչ իմաստ կունենար ուրիշներին Քրիստոսին քարոզելն ու հավատացնելը, եթե նրանք երբեք Քրիստոսին դեմ առ դեմ չէին տեսնելու։ Ինչ լավ լուր կլիներ նման ավետարանում։ Ինչը կմոտիվացներ քրիստոնյաներին, թողնելով հարազատներին, տուն ու տեղ, սիրելի աշխատանք եւ երկրից երկիր գնալու քարոզելու տարբեր նեղություններ ու ամոթներ կրելու նման ավետարանի համար, եթե հարություն պիտի չլիներ, եթե մենք չպիտի տեսնենք այդ Քրիստոսին, ինչենք այդ Քրիստոսին ընդհանրապես քարոզում, բայց ոչ։ Ինչու մեր կյանքը դժվարությունների ենթարկենք, եթե այս կյանքը միակն է, որ ունենք։ Ինչու ժամ առ ժամ դժվարությունների ենթարկվենք, եթե ապագային վստահությամբ չեն կարող նայել։ Ինչու ամեն օր մեռնել, այսինքն մեր կյանքը անznուրաց ծառայության մեջ վտանգի ենթարկել, եթե ամեն ինչ մահով է ավարտվում։ Եթե հարություն չկա, ուրեմն Քրիստոսի աշխարհ գալը, խաչվելը անիմաստ գործ էր, որ արեց նա։ Եվ այդպես էլ ընկալվում է աշխարհի հենց կողմից։ Այդ պատճառով էլ շատերը չհավատալով հարության գաղափարին մերժում են Քրիստոսին եւ նրա արած գործը, որը կատարեց խաչի վրա։ Եվ Պողոսը այստեղ կարծես բարկացած ասի. ես դեմ եմ ձեր գաղափարներին, ովքեր հերքում են հարությունը։ Այդպիսիները քանդում են Աստծո ամբողջ գործը։ Եթե հարություն չկա, ոչինչ իմաստ չունի։ Եթե հարությունը միայն զատկի առավոտյան պետք է լիներ, այսինքն միայն Քրիստոսի հարությունը պետք է լիներ, ինչպես կարծում են Կորինթացիներից ոմանք, ապա նրա հարության փաստը մեզ համար հաղթանակ չէր լինի։ Այդ դեպքում Քրիստոսը չէր հաղթահարել մահը, այլ միայն ավելի շատ առիթ կտար նա ծաղրելու նրանց, ովքեր իրենց վստահություն էին դրել նրա վրա։ Մարդկային տրամաբանությամբ ինչ օգուտ բերեց ինձ, Պողոս ասում է Եփեսոսում, վայրի գազանների հետ մարտնչելը։ Ինչ մարդկային տրամաբանություն կամ շարժարիտ կարող էր մղել Պողոսին անընդհատ վտանգել իր անվտանգությունն ու կյանքը։ Հավանաբար այստեղ Պողոսը հենց նկատի ունի եփեսացիների հետ խելագարված ամբոխին, որին այդ արծաթագործ մի հատ Դեմետրիոս կար, որը գրգռել էր Պողոսի դեմ։ Գործ Առաքելոցում մենք կարդում ենք 19-րդ գլուխ 23-ից 34 համարում այս պատմությունը, երևի սրա մասին է խոսում։ Այստեղ Պողոսը նշում է բազմաթիվ վտանգներից մեկը, որ ստիպված է եղել հանդուրժել։ Ինչու, որովհետև կորինթացիները հենց տեղյակ էին այս պատմությունը, դրա համար կարծես ինքը հենց այս մեկը հատուկ է շեշտում։ Ինչու նա անընդհատ հանդուրժեր այս ամենը, հարցնում է Պողոսը կորինթացիներին, եթե նրա միակ նպատակ ու հույսը բացառապես մարդկային եւ ժամանակավոր լինեին։ Եթե մենք միայն ապրում ենք մահվան համար, շատ ավելի տրամաբանական է ասել. եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը պիտի մեռնենք։ Սա Եսայի ուրեմն 22-րդ գլուխ 3-րդ համարից մեջբերում է, որը արտահայտում է հավատքից հեռացած Իսրայելի անհույս այս ժողովրդի մոտեցմանը։ Սա նաև արտացոլում է ժողովողի գրքում բազմիցս արտահայտված այս ճնշող ունայնությանը։ Ունայնությունների, չէ՞։ Ամեն ինչ ունայն է։ Ինչ օգուտ ունի մարդու համար իր ողջ աշխատանքից, որ նա աշխատում է արեգակի տակ։ Հենց առաջի համարը, 2-րդ համարները դրա մասին է ասում։ Էլ ինչ օգուտ ունի, ինչի ընդհանրապես ինչ արժեք ունի մարդու կյանքը, եթե գոյություն չունի հարություն։ Եթե նկատել եք Սողոմոնը, վստահ եմ, որ բոլորը կարդացել եք, Սողոմոնը ամեն ինչ բառից բուն իմաստով ամեն ինչ ունայն է համարում, անգամ երեխեքից ու ծնողներից սկսած։ Ամեն ինչ, բացի հոգևոր կյանքից։ Գիտեք, որ հին ժամանակներում եգիպտացիների շրջանում տարածված մի հետաքրքիր սովորույթ է եղել,
Ուրեմն հարուստ եգիպտացիները, երբ որ հավաքվել են, խնջույքներ են արել եւ այլն, ուրեմն ծառաներ են ունեցել։ Այս ծառաները ուրեմն ինչ էին անում։ Հաճախ հյուրերին մոտեցնում էին դագաղ, որի մեջ կար փայտից փորագրված մի պատկեր, որը շատ նման էր մահացած մարդու։ Ուրեմն ծառային այդ դագաղը ուրեմն շրջում էր հյուրերի մոտով եւ ասում էր. նայեք այստեղ, տեսեք, դագաղը ձեռները, հա, նայեք այստեղ։ Եվ հիմա կերեք ու խմեք եւ ուրախացեք, որովհետեւ այսպես կլինի, երբ մահանաք։ Պատկերացնում ես, այսինքն հիմա վայելեք ձեր կյանքը։ Ինչ ուզում եք արեք, էսա կյանքը։ Всё, այս մահից հետո ամեն ինչ անհետանում է։ Եվ այսպես ապրել է աշխարհը թե անցյալում եւ թե հիմա ներկա կյանքում։ Եթե ամեն ինչ ավարտվում է մահով, ինչու ընդունենք, որ կիրքը արդարացված է։ Ինչու չվերցնենք ամեն ինչ, ինչ կարող ենք, եւ չասենք ամեն ինչ, ինչի ընդունակ ենք։ Ինչու չապրենք կյանքը լիովին, եթե մենք մեռնում ենք միայն այս բանի համար, որ մնանք մեռած։ Տեսեք, ինչ է գրում Եբրայեցիների նամակի հեղինակը, ովքեր հավատքի համար ինքնազոհուղության են գնացել դարեր շարունակ։ Եբրայեցիների 11-րդ գլուխ 32-ից 38 համարները։ Եվ էլ ինչ ասեմ, որովհետև ժամանակը բավական չէ, որ պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեփեթայի, Դավթի, Սամուելի եւ ուրիշ մարգարեների մասին, որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, խոստումները ստացան, առյուծների բերանները փակեցին, կրակի կատաղությունը մարեցին, սրի բերանից ազատվեցին, տկարության մեջ ուժ ստացան, կռվում խիզախ եղան, օտարների բանակները նահանջի մատնեցին, հարության միջոցով կանայք իրենց մեռելներին ետ ստացան, ուրիշների տանջանքի ենթարկեցին, մերժելով ազատությունը ձեռք բերել, որպեսզի ավելի լավ հարության հասնեն, ուշադիր եղեք բառերը, ուրիշներ նախատինքների եւ ծեծերի, անգամ կապանքների ու բանտերի մեջ փորձվեցին, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, ոչխարի ու այծի մորթու շրջեցին, զրկանք հալածանք, չարչարանք կրելով, որոնց արժանի չէր այս աշխարհը, անապատներում, լեռներում թափառեցին, քարայրներում եւ երկրի խորշերում։ Եթե չկա, հավատ չկա, հարություն չկա, պատմություն ենք տեսնում, ինչ հավատքի հերոսներ են եղել, ինչ դաժան ու ինչ տառապանք, ինչ ցավի պայքարների մեջ են եղել։ Էլ չենք խոսում 3-4 դարի մինչև այդ սահմանը, որ դա վերջն էր քրիստոնյաների համար։ Ինչու, եթե այս ամենը չկա, հարություն չկա, ինչու եք այս պատմությունը կերտել, ինչու եք այս պատմությունը տվել մեզ եւ շարունակ մեզ սովորացնում եւ հորդորում եք։ Ոչ կա հարություն։ Հիսուսը մեր հավատքի առաջնորդ ու կատարողը իր առջև դրված ուրախության համար խաչը կրեց, ամոթը արհամարեց եւ Աստծո գահի աջ կողմը նստեց Եբրայեցիների 12:2։ Ինչու, որ հարություն պիտի առնենք, որ առնենք հարություն։ Հարության նրա կրկին կյանքի կոչվելու իր հոր հետ լինելու նախանշանն էր, որ մեր Տերը մղեց մեռնել մեզ համար։ Նա պատրաստ էր մեռնել մեզ համար, որովհետև գիտեր, որ հարություն պիտի առնի մեզ համար, եւ մեզ այդ նախապատկերը տալով, որ ամեն ինձ հավատացող այս նույն կերպով պետք է կանգնի, եթե անգամ մեռնի։ Եվ 33-ից 34 համարներում տեսնում ենք սրբացման խրախուսումը։ Եկեք սա էլ կրկին կարդանք։ Սրբացման խրախուսումը։ Ուրեմն, վայ կներեք, մի խաբվեք չար ընկերակցություններին, որոնք ապականում են բարի վարքը, արթնացեք արդարության առջև եւ մեղք մի գործեք, որտեղ ոմանք Աստծո ճանաչումը չունեն, սա ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։ Եվ երրորդ խթանը ասում ենք, որը մեզ ուղեկցում է, դա սրբացման հենց խրախուսումն է։ Հարության հույսը մեզ մղում է սրբացման։ Հարության սպասումը պետք է հանգեցնի ավելի աստվածավախ ապրելակերպի եւ հոգեվոր հասունության։ 32 եւ 33-րդ համարները ուրեմն սերտորեն կապված են միմյանց հետ։
Հարության ժխտումը խլում է թե ծառայության, թե սրբացման համար ձգտելու խթանը։ Եթե հարություն չկա, արդյոք արժե ձգտել ծառայության տիրոջը կամ ուրիշներին նրա անունով, կամ անհանգստանալ սուրբ եւ անարատ լինելու համար։ Պողոսը զգուշացնում է կորինթացիներին չխաբել չար ընկերակցություններին։ Հոմիլիա բառն է, որը նշանակում է մարդկանց խումբ, բայց այն կարող է ունենալ նաև դասախոսական գաղափար կամ քարոզ լրացուցիչ իմաստով։ Հետևաբար, կարող ենք եզրակացնել, որ կորինթացիները լսում էին որոշ կեղծ ուսմունքներ եւ շփվում էին այնպիսի մարդկանց հետ, ովքեր հարություն չէին ներշնչում իրենց մեջ, հարության հետ կապված, այսինքն ոչ մի ներշնչում չունեին։ Անկախ նրանից, թե այս ուսմունքը արտահայտվել է պաշտոնական ինչ-որ քարոզներում, թե պարզապես ինչ-որ ընկերակցության մեջ, այն չար եւ ապականող էր։ Կարևոր մի սահմանում կուզեմ տամ լսեք։ Մարդիկ, ովքեր ունեն սխալ մտքեր եւ սխալ վարքագիծ, վտանգ են մեզ համար։ Սխալ վարքագիծը սխալ մտածողության, համոզմունքների եւ վերաբերմունքի արդյունք է։ Անհնար է շփվել ապականված մարդկանց հետ առանց վարակվելու նրանց գաղափարներով եւ սովորություններով։ Համատեքստը ենթադրում է, որ այս չար հասարակությունը սովորեցնում էին այն հերետիկոսական տեսակետը, որ մեռելներից հարություն չկա, եւ որ այս կեղծ ուսմունքը ապականում էր բարի բարոյականությունը։ Ինչպես հարության հույսը մղում է անհնազանդության եւ սրբության, այնպես էլ հարության նկատմամբ անհավատությունը մղում է անհնազանդության եւ անբարոյականության։ Եթե մեկ ունի հարության հույս, նա գնում է դեպի սրբություն, ով չունի, նա գնում է դեպի պղծություն։ Հիշում եք, Տերն էլ ինքը ասեց. վերջին օրերին սուրբ ավելի կսրբանա, պիղծը ավելի կպղծանա։ Հիմա, եթե մենք շփվում ենք մարդկանց հետ, ովքեր իրանք չեն հավատում այդ հարությանը, չեն հավատում Քրիստոսին, դրանք ապականում են մեր բարի վարքը։ Մենք ասենք, չէ, ինքը ոչ մի բան չի անի։ Եղբայրներ, Պողոս ասում է, ով վստահ է, թե ինքը կանգնած է, զգուշ չընկնի։ Եվ ինչի համար, որտեվ այսքան զգուշացումներից հետո, եթե մենք նորից շարունակում ենք մեզ վստահելով մեր ուժերին, մենք արդեն պարտվել ենք, ուղղակի մենք չգիտենք։ Եվ ինչպես Պողոսը հենց նոր նշեց, եթե հարություն չլիներ, ավելի լավ է ուտենք ու խմենք, որովհետև վաղը կմեռնենք։ Եթե մահը վերջն է, ապա ինչ նշանակություն ունի մեր արած ամեն ինչը։ Կորինթոսի ժողովի որոշ անդամներ չէին ճանաչում անգամ Աստծուն, եւ հետեւաբար չգիտեին նաեւ նրա ճշմարտությունը, ասում է, ձեզանից շատերը Աստծուն չեն ճանաչում։ Կեղծ ուսմունքները նրանց դրդում են սխալ վարքի, հատկապես այն պատճառով, որ նրանք մերժում էին հարությունը։ Պատմաբաններից մեկը պատմում է, որ Աթենքում, երբ բռնվեց մահացու համաճարակ, մարդիկ անմիջապես սկսեցին ագահորեն տրվել տարբեր տեսակի կրքերով ու կրքերի, կատարելով տարբեր հանցագործություններ, բորնկություն, շնություն, անգամ կինը կնոջ հետ, տղեն տղու հետ եւ այլն։ Նրանք մտածում էին, որ իրենց կյանքին կարճ ժամանակ է մնացել եւ էլ հարություն չկա մեկա։ Ուստի ստիպված չեն լինի վճարել իրենց կեղտոտ գործերի համար եւ իրենց կյանքի վերջին տարիներն ու օրերը նվիրեցին այլասերվածությանը։ Ինչ են անում, մտածում են, դե վերջն է, դե կայնի ինչ կարան գոնե մի քանի հաճույքներից օգտվենք, էլի։ Հիմա ինչ է անում աշխարհը։ Աշխարհն էլ է մտածում, դե քանի հələ չենք մեռել, կայնի հիմա ինչ կարանք հասցնենք։ Ու այսօր մարդկանց կարող է տենաս անգամ մտքովդ չանցնի, որ այլասերվածության մեջ է, բորնկության, շնության են ամենավերջին ստադիայի մեջ է ապրում, բայց քո դեմ կարող է կանգնել բարեպաշտությամբ։ Չգիտես ինչեր է դիտում, չգիտենք, գիշերը անկողնու մեջ, ժողովուրդ, ամեն ինչ սպասեք դիմացինից։ Եթե դիմացինը բառից բուն իմաստով քրիստոնյա չէ եւ Քրիստոսի արյունով փրկված չէ, եւ նա չի հասկանում դրա արժեքը, նա չգիտի դրա գինը, ինչ պիտի անի, պիտի ուղղակի վայելի այս կյանքը։ Գիտեք, այսօր եթե դուք մտածում եք, օրինակ,
մենակ հարուստներն են, հա, իրենց թույլ տալիս է ճոխությունները, ինչ ուզում անում են, վստահաբար իմացեք, յուրաքանչյուր աղքատ այդ նույն բանը կանի։ Պարզապես նա հնարավորություն չունի այդ նույն աղքատի ձեռը հանի այդ նույն մեծ գումարը տու, նա այլ կօգտվի ամենավերջի ստադիայի այլասերվածությունից։ Եվ ինչ հաճույք ասես կանի, սա խոսում է իր ներքին բարոյականության մասին, այլ ոչ թե խոսում է նրա մասին, որ ինքը պետք է մի օր պատասխանատվության կանգնի։ Նրանք մտածում են, որ իրենց կյանքին կարճ ժամանակ է մնացել եւ հարություն չկա, տրվենք այլասերվածությանը։ Մեկ այլ հռոմեացի բանաստեղծ, ուրեմն Կատուլոսը գրել է հետևյալ տողերը. եկեք ապրենք եւ սիրենք եւ չգնահատենք հին ճգնավորների հեքիաթները անգամ կես կոպեկով։ Մարդիկ, ովքեր հավատքի համար ինչ որ ճգնավորության են տրվել, ասում անգամ դրանց արածը կես կոպեկով չգնահատենք։ Արևը կրկին վերադառնում է մայրամուտից հետո, բայց մեզ համար, երբ մի օր մեր կարճատև լույսը մայր մտնի, ոչինչ չի լինի, բացի հավերժական գիշերից եւ հավերժական քնից։ Առանց հարության, հեռանկարի եւ մեր գործողությունների համար դրա հետ կապված պատասխանատվության չկա որևէ խթան անելու որևէ այլ բան, բացի այն, ինչ մենք կցանկանանք անել այստեղ եւ հիմա։ Եթե հարություն չլներ, մենք նույնպես գիտենք այդ հաճույքների տեղը։ Մենք նույնպես կանեինք այդ ամեն ինչը, բայց մենք գիտենք, որ հարություն կա եւ գիտենք, որ մեզ տրված է սուրբ կյանք ապրել եւ չար ընկերակցություններից պարզապես հեռու գնալ, որտեղ դրանց ազդեցությունը ահավոր մեծ է եւ դրանք իրենց ազդեցությունը այնքան նուրբ են թողում մեր կյանքի վրա, որ մենք կամաց սկսում ենք նմանվել իրենց։ Կորինթացիներն ինչ են արել։ Կորինթացիները աշխարհը բերել էին եկեղեցի։ Այնինչ պիտի եկեղեցին տանեին աշխարհ, ներկայացնեին, ցույց տային, որ սա է ճշմարտությունը, բայց իրենք աշխարհից ինչ սովորություն կար, բերել էին կոնկրետ Կորինթոսի եկեղեցի։ Ինչի՞, որտեղ իրանց շփումը աշխարհի հեթանոց գաղափարների հետ շատ էր եւ մտերմիկ էր։ Եթե մեր վարքի համար չկա ոչ պարգև, ոչ էլ դատապարտում, ապա ինչու վերահսկել մեր գործողությունները։ Եթե մեր վարքի համար չկա ոչ պարգև, ոչ էլ դատապարտում, ինչու վերահսկենք մեզ եւ մեր գործողությունները։ Ինչի պետք է ստիպված լինեմ այս բանը թողնելու կամ այն բանը չանելու։ 34 համարի արթնացեք բառը, երբ որ ասում է արթնացեք, հուներեն ակնեֆո բառն է, որը նշանակում է սթափվեք, գիտակցության եկեք, սթափ մտածելակերպ ունեցեք։ Եվ Պողոսի ուրեմն այս հրամայողական եղանակով ասում է. սթափվեք, գիտակցության եկեք, ունեցեք բանը, սթափ մտածելակերպ ունեցեք եւ մեղք մի գործեք։ Տեսեք, սիրելի հավատացյալ, դուք, ովքեր հավատում եք հարությանը, ճիշտ ըմբռնում ունեք եւ դուք գիտեք, պետք է առաջնորդեք նրանց, ովքեր չեն հավատում հարությանը, դեպի Աստծո ճշմարիտ գիտելիքը, այլ ոչ թե թույլ տակ, որ այդպիսի մարդկանց հերետիկոսությունը եւ անբարոյականությունը ձեզ մոլորեցնեն եւ կոռումպացնեն։ Ձեզանից նրանք, ովքեր հավատում են իրապես հարությանը, ունեն ճիշտ հասկացողություն։ Դուք պետք է նրանց, ովքեր չեն հավատում հարությանը, առաջնորդեք դեպի Աստծո ճշմարիտ գիտելիքները, փոխանակ թույլ տալու, որ նման մարդկանց հերետիկոսություն եւ անբարոյական վարքը շփոթեցնեն եւ ապականեն ձեր բարի վարքը։ Այսինքն դուք պետք է ձեր ազդեցությունը թողնեք նրանց վրա, այլ ոչ թե նրանք իրենց ազդեցությունը թողեն ձեր վրա եւ թողնեն անբարո հետք ձեր կյանքի վրա։ Առաքյալը սա ասում է նրանց ամոթի համար։ Կորինթացիներն ունեին ճշմարտությունը, ունեին, փաստով կար է ճշմարտությունը, բայց լիովին չէին հավատում դրան, ուստի լիովին չէին էլ հետևում դրան։ Պողոսը պատվիրեց նրանց թողնել իրենց խճճված մեղքը։ Իսկ հսկայական զորություն է կրում հարությունը, ինչ հսկայական զորություն է կրում հարությունը եւ ինչ հրաշալի հույս է առաջարկում։ Հիսուսը հարություն է առել մեռելներից։ Նա ապրում է
եւ մենք նույնպես կապրենք, որովհետեւ մի օր նա հարություն կտա մեզ, որպեսզի հավիտյան լինենք իր հետ։ Ուրիշ ինչը կարող է մեզ մոտիվացնել գալ նրա մոտ, ծառայել նրան եւ ապրել նրա համար։ Եկեք փառք Տիրոջը իր կատարած գործի համար, որ իր միջոցով դարձել ենք անոթներ, որ կրում ենք այս ճշմարտությունը հենց մեր մեջ։ Եկեք մի քանի գործնական քայլեր նայենք եւ ավարտենք։ Այս հատվածը ուրեմն մեզ հորդորում է գնալ փրկության ճանապարհով։ Այն մարդիկ, ովքեր լսում են քարոզը, եկեղեցու մեջ են, բայց միևնույն ժամանակ ապրում են կասկածներով, ապա այս քարոզը հենց ձեզ համար է։ Փրկության ավետարանը ճիշտ ճանապարհ է, շարունակեք լսել եւ կարդալ, շարունակեք կարդալ Սուրբ Գիրքը, ուսումնասիրել վաղ եկեղեցիների կյանքը, հոգևոր եղբայրների տառապանքը, որտեղ ել ավելի կհամոզվեք, որ մարդիկ զուր տեղը չեն նահատակվել Քրիստոսի համար։ Նրանք չեն պայքարել մի գաղափարի համար, որը գոյություն չունի իրենց հետ միասին։ Ոչ, դա ճշմարտություն է եւ նրանք հիմա կենթանի են եւ Տիրոջ մոտ են։ Ծառայեք Աստծուն, ծառայեք ու մի վախեցեք։ Այո, կլինեն դժվարություններ, հալածանքներ, խոչընդոտներ, ծաղրանքներ, անգամ սատանայի կողմից լուրջ հարձակումներ։ Բայց ինչպես Պողոսը հետագայում կասի 58-րդ համարում, տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը։ Ուրեմն իմ սիրելի եղբայրներ, հաստատ եղեք, անշարժ մնացեք, միշտ ավելի առաջացեք Տիրոջ գործի մեջ, գիտենալով, որ ձեր աշխատանքը զուր չէ Տիրոջով։ Կլինեն այդ ամբողջ հարձակումները կլինեն, բայց ձեր աշխատանքը Տիրոջով զուր չի լինի։ Քարոզեք ավետարանը այն վստահությամբ, որ դիմացինը տեսնի եւ զգա, որ դու պատրաստ ես մեռնել այդ ճշմարտության համար, որ դա անխախտ ճշմարտություն է, այլ ոչ թե հեթական փիլիսոփայական հեքիաթ է, որ ինքը պետք է համոզվի, որ դու այդ ճշմարտության համար կյանքդ կարած դնես, բայց ինքը ոչ մի բանի համար չունի կյանքը դնելու։ Երրորդ հիշեք, որ անհավատ մարդկանց հետ շատ մտերմություն է, չի թողնի, որ դուք հոգևորապես աճեք։ Հատկապես այս երրորդ կետին կուզեմ, որ դուք շատ ուշադիր լինեք։ Անհավատների հետ շատ մտերմությունը չի թողի հոգևորապես աճեք։ Անհավատը քեզ չի կարող այնպիսի բան սովորեցնել, որ հաճելի լինես Աստծուն։ Նրա հետ մտերմիկ ընկերությունը հավասար է սատանայի հետ շփվելու հետ։ Ես այդ մարդկանց չեմ վիրավորում։ Եկեք կարդանք, տեսեք ինչ է ասում 2 Կորինթացիների 6-րդ գլուխը։ 6-րդ գլուխ 14 համարը։ Անհավատների հետ անհավասար լծակից մի եղեք, որովհետև ինչ հաղորդություն ունի արդարությունը անօրենության հետ, եւ ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ, եւ ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ, կամ ինչ բաժին ունի հավատացյալ անհավատների հետ, եւ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որտեղ դուք կենթանի Աստծո տաճար եք, ինչպես Աստված ասաց, նրանց մեջ պիտի բնակվեմ եւ նրանց մեջ պիտի քայլեմ եւ նրանց Աստվածը պիտի լինեմ եւ նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն։ Բելիարը դա սատանայի մականունն է եւ այստեղ մենք տեսնում ենք ինքը կամ Եփեսացիներ օրինակ 2-րդ գլուխ 3-րդ համարում հիշում եք, որ անհավատներին Պողոս առաքյալը հստակ անվանում է տալիս սատանայի որդիներ։ Տեսեք, անհավատ աշխարհը դրանք սատանայի որդիներն են, որ մենք իրանց հետ սերտ հարաբերության ունենալուց չի կարող մեր միտքը չփչանալ։ Եթե մեր միտքը սկսում է վարակվել նրանց խոսակցություններով, զրույցներով եւ այլն, մենք չենք կարող առողջ աստվածաբանություն ունենալ, Աստծուն հնազանդվելու կարողություն եւ զորություն ունենալ։ Մենք չպետք է թույլ տանք, տեսեք, հետեւաբար նրանք իրենց գրեթե յուրաքանչյուր խոսակցություններով ապականելու են ձեր բարի վարքը, որտեղ նրանք հոգեվոր բան չեն խոսալու։ Իրենց խոսացած թեմաները ինչ պիտի լինի։ Աշխարհ, փող, հաճույք եւ այլն։ Անհավատների հետ մտերմիկ հարաբերությունները տանելու են սխալ ծառայության։ Ինչպես տեսնում ենք հենց Կորինթացիների մոտ, մեկը շնացող, մյուսը բամբասող, մեկը հպարտ, մյուսը եղբայրների դեմ չարախոսող, մի մասն էլ Տիրոջ ընթրիքը պրծող, պղծող եւ այլն եւ այլն եւ այլն։
Բայց ինչ հետևանք ունեցավ։ Ասում է շատերը մահացան, Աստված չի թողնի իր եկեղեցում այդ պղծությունները, աշխարհի գաղափարները եւ այդ ամենը շատ երկար կյանք ունենա։ Ինչպես Անանիան ու Սափիրան չի թողնի այդ աշխարհիկ մտածելակերպով գաղափարները իրենց եկեղեցում տեղ գրավեն։ Եվ այս ամենը անհավատների մտքերով վարակվելուց է, տարա ազդեցությունը թողում է մարդու վրա ու ինչ է լինում, անհավատների մտքերով մենք սկսում ենք վարակվել։ Եվ այդ ամենը ոչ լուրջ վերաբերմունքից է Տիրոջ խոսքի հանդեպ։ Տեսեք, թող ձեր մտերմիկ շփումը լինի նրանց հետ ավետարանը հիմնականում քարոզելու համար։ Մտերմիկ շփումը։ Ես չեմ խոսում օրինակ գործնական կյանքում կամ ինչ-որ գործ կա, աշխատանք կա, կամ ինչ-որ, չգիտեմ, բարեկամական կապեր ունենք, հարևանական, ընկերական։ Կա, մենք շատ կարճ պետք է լինենք։ Եթե մենք նրանց հետ չենք շփվում ավետարանը քարոզելու համար, ուրեմն մենք նրանց հետ պետք է արդեն քայլ դադարենք։ Եթե նրանք չեն ընդունում, չեն ուզում, ուրեմն մենք չպետք է թույլ տանք անգամ ինքը իր աշխարհիկ մտքերով մեզ սկսի վարակել։ Եղբայրներ, քույրեր, մի մտածեք, որ մենք գիտեք արդեն հավատքի այնպիսի հզորներ ենք, որ մենք չենք ընկնի։ Հենց այս ձև էին մտածում նման մարդիկ, դրա համար ամեն տատանվող քամուց սկսում են այսպես օրորվել։ Դրա համար պատմությունը, ինչպես Պողոսը կասեր, հա, խոսացել են 9-րդ, 10-րդ գլուխներում, ասում է եղբայրներ, ախր այս ամենը գրվել է, որ մենք սովորենք, եթե մենք այստեղից դասեր չենք քաղում, ուրեմն հերթական կորինթացիներն ենք, ուրիշ ոչ ավել, ոչ պակաս, ուրեմն չսպասենք լավ բանի։ Վստահեք Տիրոջ խոսքին եւ արեք այնպես, ինչպես նա է ասում, եւ ինչպես Պողոսը կասեր, այս ամենը գրվել է մեր օրինակի համար։ Ինչ անենք, ինչն է գրվել մեր օրինակի համար։ Եթե մի բան արգելում է, ուրեմն չանենք։ Եթե մի բան պատվիրում է, ուրեմն պետք է անենք։ Դրա համար այս մենք ուշադրություն եթե դարձրինք, մենք այս մի քանի քարոզների ընթացքում հասկացանք հենց այս միտքը, որ անհավատ մարդկանց ազդեցությունը ահավոր մեծ է լինում հավատացյալների վրա, եւ նրանք ինչ են անում, քայլ հեռանում են հավատքից, քայլ սկսում են մեղանչել եւ ապրել ազատ եկեղեցու մեջ կամ եկեղեցուց դուրս, եւ այդ ամենը տանում է որտեղ է տանում, որ մարդը քայլ հեռանում է Աստծուց։ Մարդիկ կան այսօր իրանք չեն էլ գիտակցում ինքը վերստին ծնված է թե չէ, ունի վստահություն թե իբրև ծնված է, բայց իրականում դեռ չունի, նա այդ ճանապարհին է, կարծես ուզում է ծնվի, դժվար է, բայց մի սխալ բան է լինում, մեկ էլ ինչ է լինում, վիժում է, կա չէ ծննդաբերության մեջ այսպես, այդ սխալ բանը գալիս է, երբ որ դու լուրջ խոսակցություններով, աստվածաշնչյան, հորդորում, ասում ես, ինքը լուրջ դեմքով կարա քեզ լսի, բայց իր հաջորդ քայլը նորից վարվի այնպես, ինչպես աշխարհիկը, որտեղ այդ ազդեցությունը շատ է, այնպես որ Սուրբ Գիրքը, տեսեք, մեզ հորդորում է, խրախուսում է այն մարդկանց, ովքեր դեռ այդ հարության հույսը չունեն, որ կա իրականում հարություն, եւ պետք է ապրել այդ սրբության մեջ ամեն օր քայլ գնալով։ Եկեք աղոթք անենք եւ ավարտենք։ Տեր Աստված, փառք ենք տալիս քեզ քո ճշմարտության համար, Տեր։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։ Եվս մեկ անգամ քո խոսքով քաջալերվում ենք, Տեր, որ կա իրապես հարություն, որ մեր այս հավաքվելը, որ մեր այս ժամանակը տրամադրելը, սովորելը, Տեր Աստված, զուր չէ։ Եվ այն տառապանքները, հալածանքները, Տեր, որ անգամ որ մենք կրում ենք, թեպետ դու անցյալ դարերի հետ համեմատաբար, Տեր, դու մեծ ճոխ շնորհ ես տվել մեզ։ Մենք ապրում ենք շքեղության մեջ համեմատելով մեր անցյալ դարի եղբայրների հետ։ Բայց միևնույն է, մենք նույնպես ունենք որոշ տարակուսանքներ, որոշ հալածանքներ, ծաղրանքներ, Տեր, բայց Տեր Աստված, փառք ես, քո շնորհիվ է, որ մենք այդ ամենը կարողանում ենք կուլ տալ եւ հավատալ քո ճշմարտությանը, Տեր։ Խնդրում եմ, զորացրու իմ քույր եղբայրների միտքը, Տեր, զորացրու նրանց սրտերը, նրանց հույսը, նրանց հավատը, Տեր, որ թող հասկանանք բոլորս միասին, Տեր, եւ ծառայենք քեզ, հասկանանք, որ այս ամենը զուր չէ, ինչ անում ենք քո անվան քո փառքի համար, եւ գիտենք, որ դու այս ամենին հատուցելու ես,
ամենայն ճոխությամբ ու շքեղությամբ դու հատուցելու ես Տեր Աստված։ Եվ թող մեր սրտերը միայն ուրախությամբ ապրեն հավատքի կյանքը, տեսնելով մեր եղբայրների անցյալ եղբայրների կյանքը, որ տեսնենք ու հասկանանք ու հավատանք, որ այդ ամենը զուր չի եղել, որ այս ամենը գրվել է մեր համար, գրվել է, որ մենք նույնպես այս հույսով հավատանք եւ քայլենք հավատքի մեջ, նայելով մեր առաջնորդին, նայելով մեր փրկչին Տեր։ Եվ հիմա խնդրում ենք Տեր Աստված, մաքրիր մեր սրտերը, մաքրիր մեր մութ այն անկյունները, մաքրիր մեր միտքը Տեր Աստված, որ կարողանանք մաքուր սրտով, պարզ մտքով Տեր Աստված գալ քո առջև եւ քո ավետարանի համար ծառայել։ Քո անվան ու քո փառքի համար եմ խնդրում, թող փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։